Բարի ձեզ հարգելի հայրենակիցներ, ուղիղ եթերում Նոյան Տապանն է, տաղավարում հյուրընկալել եմ Քրիստոնեաժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանին։ Մեր հետևորդներին հիշեցնեմ, որ Նոյան Տապանի ուղիղ եթերները կարող եք դիտել նաև Նոյան Տապանի Patreon-ում, QR կոդը ձեր էկրաններին է։ Բարի ձեզ, պարոն Շիրինյան, շնորհակալ եմ Նոյան Տապանի հրավերն ընդունելու համար։ Պարոն Շիրինյան, այսօր մայիսի 28-ն է, Առաջին հանրապետության օրը։ Մենք մեկս մյուսից կարող ենք ասել շնորհավոր եւ պատմական ակնարկ եւ գանք հասնենք մեր օրերը։ Եթե չունենայինք այդ օրը, որտեղ կլինեինք այսօր։ Նախ շնորհավորում եմ եւ երկրորդը իմացած գիտելիքների շրջանակներում կարող եմ ասել այդ օրը չենք կարող չունենալ, այլապես չենք լինելու, այսինքն ալտերնատիվը ոչ թե պրոպագանդա է կամ գովերչկոլ, պատմականորեն այդպես դրվել էր։ Դրա համար նաև նորից ձեր անունից մենք միասին այսպես ես Քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության անունից Աշխարհասփյուռ Հայաստանը շնորհավորում եմ եւ ասում եմ պատասխանատու ձևով այս հետեւյալը, որ մայիսի 28-ի տոնը եւ նրա տոնակատարությունը, որը այնպես չի կատարվում ինչպես ուրիշները, մեր նոր եւ նորագույն շրջանի պատմության ամենափառահեղ տոնն է։ Դրա հետ ոչ մի տոն համեմատելի չի։ Ոչ անկախության հռչակման օր, հիշում եք, ոչ նոր տարի, ոչ մի բան, ինչու, որովհետեւ դա մեր բառացիորեն մենակ մնացած բոլոր կողմերից տավված աշխարհի անկյունի վերածված ճանապարհներից հեռու ուրեմն մի անկյունում հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևելյան հատվածում հայությունը դիմակայեց եւ հաղթեց ճակատամարտը, բայց պետականության համար պատերազմ շարունակվում է, մենք հիմա շարունակում է, բայց յուրաքանչյուրը պիտի գիտակցի, ես այսօր ոչ մեկին վիրավորել նպատակ չունեմ, ընդհանրապես չունեմ, բայց դրամատրությունս մայիսի 8-ին միշտ լավ է լինում, անկախ որը բանից Մայիսի 28-ին։ 28-ին, մայիսի 28-ին ինձ համար դա իմ անձնական տոնն է, իմ կյանքի իմաստն է։ Ոչ մի բանի հետ իմ համար դա համեմատելի չի եւ կարծում եմ հայության համար էլ ժամանակը կգա սերունդներն այդպես կնադեն, բայց այդքան չի հիմա։ Ինչ եղավ։ Փաստորեն հայությունը ասում են անկախություն հռչակեց, հայությունը անկախություն չի հռչակել, ոչ հիմա, ոչ էլ ուրեմն սեպտեմբերի 21-ին, չգիտեմ ինչ էլի։ Հայությունը ուրեմն 18 թվականի մայիսի 28-ին իր լեռնաշխարհում իր պետականությունը վերականգնեց, անկախության վերականգնման ուրեմն արդյունքն է, ինչ որ եղավ եւ եղավ հերոսականորեն մի բացառիկ տարբերությամբ ռուսի գոլորշին չկար, նաեւ քանի որ Ռուսաստանը մեռած էր 18 թվականին, ռսաստրուկը չկար։ Դրա համար Սարդարապետի ճակատամարտին մասնակցել են նաեւ այնպիսի ռսաստրուկ հայտնի դեմքեր, որոնք հետո փախան Հայաստանից։ Բաղրամյան, Գայ, բոլոր մասնակցել են, որտեղ մեր կյանքում գոյություն չուներ Ռուսաստան եւ ռուս, եւ մենք մնացել ենք մեր ճակատագրի հետ, մեր հայրենիքում եւ մեր ոսոխի հետ եւ հաղթեցինք որտեղ չկար ռուսը։ Այո, ռուսը չկար, որտեղ ներքին քայքայ աշխատանքն այն, օրինակ ես համոզված եմ, որ եթե Արցախում, որտեղ դուք ասեք նաեւ զուգահեռները 20 թվականից առաջ եւ հետո 18-ից ռուսը գոլոշիացած լիներ, ենթադրենք, որ հնարավոր չէ, որտեղ նաեւ ահռելի ռուսախոս ազգաբնակություն ունենք, այսինքն աղջատված ինքնագիտակցությամբ էլի, մենք չէինք այսպես պարտվելու եւ ալիվներ չեր հաղթել, դա իմ համոզումն է։ Վերջը, հիմա էլ մենք եթե ռուսը մեր կյանքում գոյություն չունենա, երևակայական կամ կոնկրետ իմաստով, նաեւ այս լրտեսական ցանցերով, իրա պաշտպանած կլաններով եւ այլն, մենք վաղուց ուրիշ տեղ էինք հասել, որպես պետականություն։ Պատերազմը կհաղթենք, դուք ասում եք ճակատամարտը հաղթել, բայց պատերազմը քաղաքական իմաստով շարունակվում է, որտեղ ինչու է, փաստորեն խնդրահարույց է մնում անկախության պաշտպանության հարցը։ Մենք այսօր, ես իմ պատկերացումով մեղում ենք անկախության պատերազմ։ Իհարկե երկիրը կա, տարածքը կա, ազգաբնակչություն կա, բայց
հերթական էմիսարը գալիս է Ռուսաստանից, մի օր քծնելով բարեկամ որպես, իսկ հիմնականում դավադիր եւ դահիճ անընդհատ դավեր են յուտում եւ այստեղ իր կոծերին դժբախտաբար որ մենք շատ ունենք, հանում է ոտի, իսկ ոհմակները Ռուսաստանի եւ աշխարհի տարբեր վայրերից Հայաստանի Հանրապետության վրա է բաց թողում իդեմս գործող իշխանության, որտեղ չի կարող պետության դեմ հայտարարի եւ շարունակի խոսել բարեկամանալ։ Այսպես է հիմա, բայց օրինակ իմ աշխարհում, իմ ներաշխարհում Ռուսաստան վաղուց չկա եւ ընդհանրապես չկա որևէ մեկը, որտեղ իմ համար բարձ է ամենը։ Հիմա մի բան ասեմ, որ մեր ժողովուրդը իմանա։ Արդյոք այդպիսին է, որ իրական է, որ Սարդարաբադ, հավաքական Սարդարաբադ, հիմա Բաշապարան, Արարդյան դաշտ, հա, Իգդիր, չխառնենք, ես քաղաքագիտական հարց եմ դնում։ Այդ Սարդարապատը ուրեմն կայացավ, պատկերացնում եք, աշխարհի պատմական քարտեզի վրա եթե նայենք, բացառիկ պատմական իրադրության եւ իրադարձությունների մեջ, որովհետեւ աշխարհը զբաղված էր անտանտը բաժանել վերաբաժանելով, Ռուսաստանը խորտակված էր հերթական անգամ եւ այսպես այս պայմաններում մեր ձեռներով գրեթե մնաց մի ժողովուրդ իր ոսոխի դեմ, որից նաեւ հոգեբանական արդեն կախվածություն ուներ, չէ՞ որ նա 15 թվականից մորթում էր բառացիորեն, սա չէ, հոգեբանորեն մարդկանց վրա ազդում է։ Բայց եղավ մի ուրիշ բան, որ ուզում եմ որ մեր ժողովուրդն իմանա, որը խորհրդահայ պատմաշինությունը թաքցրել է, այսօրվա կիսատ պռատ այս պատմաշենները չեն կպնում այդ գործի, բայց ես փաստերով կասեմ, ոչ չլինի որ այսպես է։ Ուրեմն հիշում եք, այսինքն վստահ եմ որ գիտեք, գիտենալու վրա է, որտեղ մենք չենք կարող հիշել, չենք մասնակցել 17 թվականին Երզնկայի զինադադարը կնքվեց եւ ռուս-թուրքական հավասարակշռություն առաջացավ, բալանս, նորից ասեմ ես բալանս, ուժերի բալանս առաջացավ Ռուսաստանի թուլացող եւ ջախջախված Թուրքիայի միջև եւ կնքվեց Երզնկայով, Էրզինջանն է կարծեմ այսօր անունը, Էրզրումից Կարինից դեպի ուրեմն արևմուտք 10-20 կիլոմետր հայկական Բաքու քաղաքի միջելուց Թեհլերյանը չէ, ժողովուրդ, Թեհլերյանը չէ, սովետական այդ զեղծարարությունով մի զբաղվեք։ Թեհլերյանը կարծեմ այդ գյուղից է, Շիրակյան Եվան, Շիրակյանը, երբեք այդ բանից է, գյուղը քաղաքեր հիմա կա։ Հիմա զինադադարը կնքվեց, որը որոշ ժամանակ շարունակվեց, հետո եղավ անասեններին, Ռուսաստանը հերթական անգամ տրանսֆորմացիա ապրեց եւ բոլշևիկյան հեղափոխության արդյունքով այս ուրեմն մարդկային ցեղի տականքը որոշեց Թուրքիի հետ գնալ զինակցության։ Ուրեմն պատկերացնեք Ռուսաստանի ռեսուրսը օգտագործվել է, Թուրքիան ջախջախված է եւ գերմանական ուրեմն փողերով երկիրը քանդած ինչ որ բոլշևիզմն է, ուրեմն Լենինյան բանդան իշխանությունը փոխում է հեղափոխության անվան տակ, փոխում է, ինչ կապ ունի մեզ հետ եւ ահա զինադադարը խաթարվում է, ուրեմն առևտրի ժամանակն է գալիս, նահանջող Ռուսաստանը պիտի առևտրի մեջ մտնի, ուրեմն հարձակվող Թուրքիայի հետ, եւ այսպես հայկական հարցը լավագույն դրամաշնորհն է, որ պիտի օգտագործում, մինչև այսօր օգտագործում է։ Ուրեմն այսպես թուրքական բանակները, որ խոստացել էին առաջ չշարժվել, չեմ երկարացնում, որտեղ սա պիտի իմացվի Սարդարապատը ինչ էր, ինք իրեն եղավ հնարավոր թե չէ։ Եվ այսպես ուրեմն հունվարի վերջերին կամ փետրվարի սկզբներին 8-ի կողմեր մոտավորապես թուրքերը, որ խոստացել էին առաջ չշարժվել, զինադադարը պահել, սկսեցին պահանջներ ներկայացնել։ Ալիևը նայեք, օրը մեկ նույն պահանջն է ներկայացնում, մի նոր, որտեղ ինքը հաղթել է ուզում, ոչ թե խաղաղություն է ուզում, Հայաստան վերացնել է ուզում։ Իր նպատակն է, չեմ ասում, կլինի թե չլինի, սա բան։ Եվ այսպես զինադադարը խախտվեց, Վեհի Փաշայի զորքերն անցան առաջ, սրա դեմ կանգնեց ռուսական զորքը լքած, ռուսական զորք էլ չկար, գնացել էր։
հա ժողովրդին թողել, իր բարեկամներին փախել էր, ճողոբրում էին, նույնիսկ զինապահեստները սնունդ եւ այլն։ Եվ այսպես հայ-թուրքական արդեն հարձակվող զորքի դիմաց կանգնեց առաջին բանակային կորպուսը, իմանան մարդիկ, որ այդպիսի բան կար, առաջին բանակային կորպուսը ժամանակավոր կառավարությունը թույլ էր տվել ձևավորել, որը ձևավորման ընթացքի մեջ էր, հավաքվում էին հայեր տարբեր տեղերից եւ Օդիշելիձեի վրացական կորպուսը, որը դժվար է ասել, թուրքերի հետ համագործակցում էր, թե մեր կողմներ, արտաքնապես մեր կողմներ, բայց Վրաստանի փրկության համար ամեն ինչով ընդառաջում էր թուրքերի պահանջներին, Տրաբիզոն, հետո եւ այլն եւ կարծեմ վրացիներից, որի մեկի քույրն էլ Վեհի Փաշայի կինն էր, հարեմում էր, իսկ խնամիներ էին, վրացիներն ու թուրքերը իրար հետ խնամիներ են, այս մեր ժողովրդի, որ այս բանը նյարդություններն իմանա։ Մի խոսքով սկսեց մի ճակատամարտ, մինչև այդ ճակատամարտ Երզնգայից Անցրանիկն իհարկե հաջողություն չունեցավ, այդտեղ մի բան բարձվեց զորավարի անձը խոնարհաբար հարգելով ասեմ, ապացուցվեց, որ եթե բանակային ռազմական գործողություններին պատրաստ բանակ չունես, ֆիդայական մտածողությամբ, ֆիդայական ուրեմն կռվի ոճերով, որը հաջողություն չես ունենա, դա հնարավոր չի։ Հիմա էլ ասում եմ, եթե մենք այ ուկրաինական պատերազմի փորձը լավագույնս չենք օգտագործելու, այն գողական բարքերով, այս ինչի կորպուսը, որը տնից է վերել, այս Պողոս Պողոսյանի կորպուսը եւ այն այսպիսի մտածողությունը տանելու է հավերժ բարդության բանակ կազմակերպված որպես հզորություն ազգ եւ այլն։ Ուրեմն եւ այսպես սկսվեց նահանջը մեր, բայց կռվով։ Հիմա ասեմ հետեւյալը։ Դա երկու մասի բաժան է։ Մինչեւ Սարդարապատ, Երզնգայից տեսեք, Սարիղամիշ, հետո Կարս, Ալեքսանդրապոլ, գիզն եմ ասում։ Մի բան դեպի Էջմիածին բնական է հարվածային ուժը դեպի, մյուսը դեպի ուրեմն Բաշապարան, ապարան, այդ բաշն էլ ասում են բերեք այս թուրքական բաները թողենք դեպի ապարան։ Ուրեմն այսպես ուրեմն դա եղավ այս շրջանը եւ երկրորդ շրջանը սկսվեց ուրեմն այդ ճակատամարտի, այն որ ասում եմ ռազմական գործողությունների հունիսի 4-ին, Բաթումի հաշճան դաշնագրից հետո, 4-ից մինչև Բաքվի անգում, 22, 23-ը, 26-ը, որ եղավ սպանդը 3 օր։ Այսինքն, այս ճակատամարտը հայությունը իր նվազ ուժերով, ցեղասպանված, դավված եւ դավաճանված իր եղբոր կողմից հարազատ, որի համար կյանք էր դրել, եւ որի զավակները հայության Կարպատներում, հա, ռուսական ճակատում, Լեհաստաններում ցարական Ռուսաստանային պաշտպանում, ինչպես որ այս ուրեմն 41-5 թվերին 600,000 հայություն պաշտպանում էր Ռուսաստան, թե ինչի, իրեն ինչին էր պետք եւ այն տկետ մի ապուշ պատմաբաններ մի սերունդ կա, դպրոցում էլ փոքրիկին ասում են 300,000 զոհ տվինք։ Պատկերացնում եք, օտարի համար զոհը հերոսություն են ներկայացնում, սովետական դպրոցն ուրիշ բան է, բայց այստեղ ափսոս վերարտադրողական մի սերունդ 600,000 հոգի, ուրեմն եւ 300, կարծեմ Արցախը 26%-ի զորակոչ է տվել, գլուխ գովեք, Արցախն ուր է, հիմա վերադառնում ենք այս հարցին, հիմա գերմանացիների գնահատականներն ասեմ այդ նկարագրությունները շատ գիտեն, երկու խոշոր ռազմական գործիչներ, Ֆելդմարշալ Հինդենբուրգը, որը ուրեմն գերմանական բանակների գլխավոր հրամանատարներ, իսկ Թուրքիայի դաշնակիցը այդ բարական նա էր, չէ, ավելի շուտ Թուրքիան նրա դաշնակիցներ, եւ նրա հայտնի տեղակալ Էրիխ Լյուդենդորֆը, հուշագրությունները կան, ուեջերը կան, ես գիրք գրել եմ, կարդացող քանի օքի է եղել, որտեղ փաստը աչք է ծագում, չեն կարողանում, կեղծելու բան չկա, փաստը փաստ է։ Այնտեղ ինչ է ասում, Հինդենբուրգ շատ թունոտ է խոսում մեր մասին, բարձ է, ինչու նախագիծ է, ասում է հայկական լեռնաշխարհում, տեսեք, հայկական լեռներում, կամ բրոշուր կա, ռուսերենով հրապարակված է, հայկական ֆիդայակ, չեթենական թե ֆիդայական հերոսական խմբերը
կռվեցին 8 ամիս թուրքերի դեմ, 8 ամիս, ասում եմ, Սարդարաբադը մեջն է, եւ հայկական լեռներում թուրքական բանակը մաշեցին, թուրքական բանակը խնդիր չկարողացավ կատարել, սա Հինդենբուրգ, ես գրել եմ այդքան է, 18 թիվ, ոսկրդացող Հայաստան եւ այլն, վերցնեն կարդալ, բայց չեն կարդալ, որովհետեւ դա կոնցեպցիան կփչացնի, ռսաստրգություն չկա։ Երկրորդ մասը կա, ինչ ասում Լյուդենդորֆը, որ շատ ավելի հստակ է, ասում է հայկական զինուժը, որը թույլ էր եւ այլն, բարձ էր թուրքերի հետ նրանք բանակներ էին, մերը այդ բանակային կորպուսներ ձևավորվող խմբեր, այսինքն ով որ ինչ կարող էր, ով անթրանիկն իրենով, մնացածն իրենով, բայց արդեն հայկական բանակային կորպուսը, որ լինելու էր ապագա Հայաստանի բանակի կորիզը կար, գեներալ Նազարբեգյանի գլխավորությամբ, որ միակ սպարապետն է եղել մեր պատմության մեջ։ Մեր պատմություն ուրիշ սպարապետ պաշտոնական իմաստով չի ունեցել եւ չունի։ Ուրեմն հիմա որտեղ է սպարապետ եւ այլն, բայց դե թող ասեն, հիմա ասենք առաջ, բայց ճշգրտումներ պետք են։ Լյուդենդորֆն ասում է, որ 8 ամիս հայկական զինված ուրեմն բանակ է ասում, թե զորախմբերը, կանոնավոր բանակի իմաստով դիմադրեցին թուրքական զորքերին եւ թուրքերը իրենց արժեվ տրված խնդիրը չկարողացան կատարել, մենք պարտվեցինք Բերլին, ինչ կապ ունի եւ այլն, պատկերացնում եք ինչ է լինում։ Ինչն էր հարցը, եւ դուք գիտեք, որ այդ գործողությունների ընթացքում ընդհանրապես թուրքերը շտաբում էին։ Նույնիսկ երբ որ ստեղ ստորագրեցին այդ հանրապետությունը հրճակվեց, զորքը վերցրին ու գնացին, ինչն էր հարցը։ Սարդարաբադի պարագայից հետո Հայաստանը անկախություն պետականություն հրճակեց, ուրեմն 10-11,000 քառակուսի կիլոմետրի վրա ընդամենը։ Հայր Աբրամն ասում էր, ազգային հետո ժողովի նախագահ պարլամենտի Ավետիք Սահակյանն է, որ ասում էր ոչինչ կընթարցակվենք, պատմությունը ունի երկաթե օրենքներ եւ մենք պետք է օգտագործենք, մենակ սա փրկենք, այս պետականությունը կայացնենք, գաղթականությանը հավաքենք, մի բան էլի, որ հետո կտեսնենք, բայց հետո ինչ էր նշանակում, ամեն մեկը գիտեր, եթե Անտանտը չէր հաղթելու, երյակմիություններ, Գերմանիա, պատերազմի ճակատագրի հարցներ, ուրեմն Թուրքիան կհաղթեն, այդ հանրապետություն էլ չի լինելու, ոչ ման էլ չի, վերջացած գնացած է, որտեղ մենք բացարձակ շրջափակված էինք եւ այս 11-ի վրա պետական կյանքեր կազմակերպվում եւ հայությունը ուրեմն այս իմաստով սպանդը կանգնվեց, ինչի գնաց ուրեմն Հայաստանի Հանրապետությունը, որ դգիտորեն անտատ քննադատվում է Բաթումի Հաշտյան դաշնակիրը։ Ամսի 4-ին ուրեմն Բաթումում կայացվեց այդ հայությունն ինչ էր անում, խաղաղության պայմանագիրը ստորագրեց, մի բան պարզ էր, եթե թուրքերը կջախջախվեն, պայմանագիրը կճղեն, կշպրտեն կողքի եւ դաշնակիցների հետ որոշակի հարցեր կլուծենք, որ հետո եղավ։ Եթե չէ, ուզում ես ունեցիր թուղթ, ուզում ես չէ, հետո հարցը պարզ է, պարզ է այստեղ ինչու էր եւ ես նայեցեք, բայց ինչ եղավ։ Բաթումի Հաշտյան դաշնակիրը Հայաստանը որպես գեոքաղաքական միավոր միջազգային հարաբերություններ ոլորտ բերեց, այն տասնամյակների տառապանքը, որ մարդիկ տարբեր խմբերի, տարբեր երկրամասերի, տեղամասերի անունից բանակցում են օտարի հետ, որպես ոչ պետական ժողովուրդ։ Արդեն պետականորեն սկսվեց բանակցությունները, մենք քաղաքական իմաստով բարձրացանք բոլորովին այլ հարթություն եւ կառավարությունը սկսեց բանակցել, ներս եւ դուրս, սա բոլորովին այլ վիճակ, ինչպես որ հիմա է։ Այդ ուրիշ բան է, համայնքը, մենք, մեր ռայոնը, չկա այդպիսի բան, կա պետականություն եւ տեսեք հաջողություններ իրար հետևից գալիս են Հնդկաստան, Ֆրանսիա, Ռուսաստանի մեղսածություն եւ ողորմելի ներկայություն Լավրովյան Հայաստանում, բարձ է, այսինքն պետություն ուրիշ բան է եւ այսպես հաշիվը բարձ էր, հետո ճակատամարտը շարունակվեց, ամսի կարծեմ 4-ին էր 7-ից սկսվում է թուրքական բանակի նոր հարձակումը դեպի Բաքու, ինչ էր խնդիրը, Բաքվի նավթ ներբեց գերմանացիներին, որպեսզի գերմանական բանակը մոբիլիզացիոն վիճակով Փարիզը Ֆրանսիան ջախջախեր, հետո իրենք հաղթական էին, աշխարհը կբաժանեին այնպես թուրքերից, ինչպես կուզեին։
բայց հայությունը կանգնեց զինվորականությունը, ֆիդային չէ, բանակային կորպուսներ, առաջին հանրապետության ղեկավարությունը, որոնց կոորդինացնում էր հայոց ազգային խորհուրդը, այս հիմիկվա նման չի, ով ինչ ուզի անի, ազգային խորհուրդը կոորդինացնում էր բոլորի աշխատանքները, իսկ Արարատյան դաշտում ազգային խորհրդի նախագահ Արամ Մանուկյանն էր, գիգանտը, մեր քաղաքական պատմությունը նոր եւ նորագույն շրջանում Արամին մոտեցող քաղաքական գործի մակարդակով, որը մեկը չունի, որը մեկ ուզում չնեղանան կամ նեղանան, բոլորը կարող է երկար է, բայց դա բարձրություն չի, այսպես ուրեմն, եւ այսպես այս քաղաքական դիվանագիտական հայությունը շարունակեց կռվել մինչև սեպտեմբերի Բաքվի դեպքերը չէ 23-ն է գարձեմ 23-ին այսպես կրկնեմ հիշեցնեմ նորից ինչ եղավ Լյուդենդորֆի խոսքը այ ասում է հայերը երզնկայից կռվեցին թուրքական բանակների դեմ մինչև Բաքու Սարդարաբադի մասին չի խոսքը հիմա եւ մենք ժամանակին Բաքվի նավթը չկարողացանք տանել եւ քանի որ գերմանական բանակն արդեն 17 թվին տեխնիկայի ռելսերի վրա էր, սուզանավեր, մեքենաներ, զրահապատներ, տանկեր եւ այլն, գերմանացիները բարձրացած նավթ չունեն։ Քանի որ նավթ չունեին, երբ որ օգոստոսի 8-ին ուղիղ ասում եմ, փորձեցին Փարիզը վերցնել, Փարիզից բան չէր մնացել, ամբողջ ուժով նետվեցին դեպի Ֆրանսիա, որպես ջախջախեն մինչև ամերիկյան օգնությունը կհասնել Ֆրանսիա, այդ որ Թրամփը երեսով է տալիս, այդ այդքան էլ բան չի։ Ամերիկյան դիվիզիաները ժամանում էին Անտանդին օգնելու, օվկիանոսից չէին իջել, գերմանացիք ասում են, մինչև դիվիզիաները ամերիկյան կժամանեն, մենք Փարիզի հարցը լուծենք, հաղթող լինենք։ Հայկական զորամիավորումները պատժեց դաշնակիցներին, Եռյակ միությանը, Գերմանիային, Թուրքիային եւ այլն։ Մի կաթիլ նավթ չկարողացան տանել։ Լյուդենդորֆն ասում է. Բաքվից նավթ չկարողացանք ստանալ, մեր տեխնիկան մնաց տեղում, հարձակվեցին, ջախջախվեցին։ Ահա ասում է օգոստոսի 1000 իրենց համար օգոստոսի աղետի իմաստը եւ այստեղ հայություն ունի բացառիկ դեր եւ նշանակություն այսինքն Սարդարաբադ եւ հանրապետությունը մենք ստացել ենք մեր արյունով մեր զինական ուժով բայց այն ժամանակ երբ մենք կռվում ենք բանակային կարգով այսինքն մեր կռիվը ֆիդայությունից պարտիզանությունից անցել էր այլ վիճակ հետո ինչը Անտանտի այսքան կարճ ասեմ որտեղ մնացածը գիտեմ մենք հրճակվեցինք օրենքի իմաստով Անտանտի կրծեր դաշնակից ինչ ստացանք իհարկե հայությունը ինչ որ ուզում էր այն չստացավ բայց հայությունը ստացավ այն ինչ այսօր աներևակայելի է 19 թվականին առաջին անգամ մարտի շրջանում Հայաստան եկավ ամերիկյան սննդի եւ հագուստեղենի կտորեղենի տեսքով օգնություն առաջինը սովը կանգնեցվեց ամերիկյան ալյուրը որ բաժանվում էր եւ վրացիները որ ահրելի տոկոս վերցնում են որ երկաթուղով թողեն որ Հայաստան հասնի ուրեմն ամերիկյան ալյուրը փրկեց մահեր հազարավոր այդ օրերին այս երախտամոռներին դե դուք Ալեքսանդրապոլում բոլշևիզ խաղացեք ուրեմն որփանոցներ հետո բացվեցին եւ նաեւ մի փոքրիկ մի բան թիվը եթե լավ եմ հիշում 4 մետրի չափով ամերիկան կտորեր հատկացում յուրաքանչյուր այուհու որովհետեւ ծածկվեն կարած կարևոր չի Ամերիկային ասում գրականության մեջ կա Ամերիկա էլի դե ժողովուրդ այդպես թե եւ այդ տարիներին եթե դուք մանգակ այդ սերնդի մի սերնդի մեջ Վիլսոն անունով շատ երիտասարդ բաներ կան մարդիկ կան Վիլսոնի անունով է հաջորդը երախտիկ է արել բայց այսօր Վիլսոնի արձան Հայաստանում չկա չի լինելու Չապաև իշքան ուզեք իշքան երկրից փախած Բաղրամյաններ Պողոտաներ գայեր որոնք 18 թվից փախան Սարդարաբադից հետո գոլոշիացան գնացին Ռուսաստան փրկեն որ նայել այս հարցերը մեր այդպես լուծի հիմա եւ այսպես հարցը փակվեց Հայաստանը դարձավ Անտանտի կրծեր դաշնակից թվեր եմ ասում 19 թվականին այն 10 ինչ որ կար որտեղ Թուրքիան արդեն պարտավորվել էր հեռանալ Ադրբեջան գոյություն չուներ այդ ցեղը գոյություն չուներ Ադրբեջան հրճակվել էին բայց արդեն եւ այլն թուրքական խաղերը կային ահա Կարսի մարզը
եւ Ալդահանի շրջանը օրթի օգրուկ էր թե ինչ էր առանցին այս ամբողջը 19 թվականի ապրիլին անգլիացիների առաջնորդությամբ ֆիզիկական իմաստով Կարսում հռչակվեցին Հայաստան։ Ուրեմն հետո անգլիացիների օգնությամբ կարծեմ Խատեսյաններ 19 թվականի էլի ապրիլի նույնիսկ 24-ին կարծեմ դու թվերը կարելի ճշտել, բայց ահա այդ թվականին Նախիջևանում հավաքվեց ամբողջ հայ եւ թաթար վերնախավ Նախիջևան շարուր հռչակվեց Հայաստանի Հանրապետության անբաժան մաս։ Ահա այսպես Հայաստանը դարձավ 20 թվին արդեն Սիմոն Վերացյանն ասում է սովը հաղթարված էր, սոսկալի սովը բանակը կերակրված էր եւ այլն դբրոց Մարսելից նավերով սպիրկա Ֆրանսիայությունը գլենական պիտույք էր ուղարկում, այսօր դբրոցում պրոբլեմ է, կավիչ, գրատախտակ, պատկերացնում եք շոկ է նավով Հայաստան, Եգիպտահայությունը 20 թվին Հայաստանի Հանրապետության բանակի համար գնել էր տասնյակ ինքնաթիռներ ռազմական եւ ահա ոսոխը Կրեմլից եւ տականքը միացան խոսքը հայ բոլշևիկի մասին Միկոյանների խանջանների ղեկապայթեցրին հանրապետությունը ներսից որ այդ Հայաստանը չկայանա եւ Ռուսաստանն առաջինը ոչ թե թուրքերը Հայաստանից պահանջեցին թուրքական բանի պայմաններում հրաժարվել Սևրի դաշնագրից, ահա ձեզ ուրեմն այդ բաներ, եւ այսպես այս ամբողջը եղավ, բայց ինչ եղավ հետո, եղավ սովետականացում 20 ուրեմն թվերը, դեկտեմբերի 2-ին ժամը 12-ին պայմանագիր, ժամը 4-ին Երևանում իշխանությունը փոխանցվեց հայ բոլշևիկներին, որտեղ որպես ցավ տաշնակցական մասնակցում էր նաև դրոն եւ այլն մանրուքներ չասեմ։ Մենք այդ ժամանակ պատկերացիք Հայաստանն ինչքան է, Կարս, Նախիջևան, Արցախը դիտվում էր վիճելի տարածք եւ ոչ երբեք Ադրբեջան եւ այլն նման բաներ խոսնել Լեռնային Ղարաբաղի մասին չի խոսքը, Արցախը։ Եվ այս ինչ կաներ, ինչեր այս հարցերը, ասում են խաղաղության վեհաժողովը դաշնակիցներ, այս արևելյան հարցերն կլուծեն։ Արևմուտքում ամեն ինչ կարծես թե պարզեր, իհարկե հիմա որ ասենք բոլշևիկները մի ոհմակ կելնի, ամերիկացի կես չարին, ինչ արին, անգլիացի կես չարին։ Ես ասում եմ ինչ արին։ Ինչ արին, որ այս ռուսների հետ ասում են էս չարին։ Հիմա իհարկե չարին։ Արեցին եւ ան։ Մենք ինչ կան իմ թվով կարող եմ ասել, բայց դա բան է 65,000-ի թե 70,000-ի Հայաստանի Հանրապետություն դարա պատկերացրեք ես եւ այլն հիմա եղավ ուրիշ բան որ այսօր կա այն ինչ որ կա 21 թվականի մարտից ուղիղ իմաստով հետո այդ դաշինք Հայաստանում իշխանությունը փոխանցվեց ռուսներին ըստ պայմանագրի միակ օրինական պայմանագիրը համաձայնություն որ Հայաստանը կնքել Ռուսաստանի հետ 20 թվականի դեկտեմբերի 2-ն է որը իմ ուսանող տարիներին սովորած թաքցրած էր ոչ մեկը դրա մասին չգիտեր շեշտով խոսում էին բայց կարդալ իմանալ հնարավոր չէր ես նույնիսկ Մոսկվայում փորձեցի պայմանագրային են ժողովածուներ կան սովետական Այդ պայմանագիրը գտնել, պատվիրեցի կարդամ, տեսա Հայաստանի տարածքի մասին բան չգրած, ինչպես որ Հայաստանի Հանրապետության Լավրովի համար արևելյան սահման չկա, բայց կա այդ բոլորը, չէ քարտեզ կա, բայց սահման չկա, այդ ոնց է, հիմա սովետական մասին, եւ ինչ է ասում այդ պայմանագիրը, մյուսներ 8 կետանոց է, ինքը հռչակում է հաջորդի բարերար եւ պաշտպան, այդ ինչ որ Արցախը պաշտպանեցել է, այս նույն բաներով Ուրեմն այդ թղթերը, այդ հոդվածները հայ-ռուսական պայմանագրերում չվում են միտեղից միտեղ, չվում են Հայաստանը փոքրանում է, այդ բարեկամի, բարերարի, օժանդակություն եւ այլն։ Իհարկե մենք դրանից հիմա հրաժարվում ենք, անցած բան է։ Եվ այնտեղ ինչ է ասում, որ Ռուսաստանն ընդունում է Հայաստանի Հանրապետությունը, որպես պետություն, սովետականն արդեն, որտեղ է, ուրեմն նշած Նախիջևանը, Շարուր եւ այլն, հիմա ուր է, Կարսը դրվում է արդեն այնտեղ Թուրքին, Սուրմալուն, որ դրոն պաշտպանեց այսօր շնորհավորենք, դրոն էր չէ Բաշաբարանի ճակատը 20 թվին էլ Սուրմալուի Իգդիրի ճակատներ ղեկավարում Թուրք երբեք դա չի գրավել։ Ուրեմն դրոն որտեղ կռվել է ոչ մեկը ոչինչ չի գրավել, ինչպես նաեւ Սեպուհը, մյուսները
Հիմա բարձ է, բայց նրանց անուններս հարցերով չկա, մինչև հիմա չկա։ Եվ այսպես ուրեմն մի խոսքով Հայաստանը դարձավ 21 թվի արդեն մարտի 16-ի պայմանագրից հետո դարձավ 30.8 թե ինչ քառակուսի կիլոմետր, այսօր ինչքան է, պաշտոնական իմաստով, այն սովետական Հայաստանը, որ այս քարտեզը կա այսօր մի քիչ կրճատված, դա այն Հայաստանն է, որ ռուսների շնորհքով առաջացավ այն ինչ որ վարչապետն էլ ասում է, ուրեմն ես վստահ եմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանները բոլոր նախագահները դա իմացել են։ Թվեր իհարկե բացատրածը չեն հասկացել, չեն իմացել, գուցե իմացել են, բայց այդ թվեր իրենք այդ սովետական Հայաստանը ինչ որ տարավ եւ 30 այստեղ ինչքան ինչ-որ որոշ չափով կրճատվել է, չէ, այդ պաշտոնական Ալմատի մասին է խոսքը, այդ էլ ասեմ Հայաստանի Հանրապետության հերթական առաջի քարտուղարները ծախելով ադրբեջանցիներին ապրեցին լավ, որտեղ մեր ժողովուրդը լավ ապրել շատ է սիրում, պաշտոնյաները շատ լավ է սիրում, մինչև կոկորդները պետք է ուտեն, իրենց երեխեքներ պետք է լավ ապրեն, բանակում էլ չծառայեն։ Եղավ որտեղ ներքին աղբյուր է այս բոլորը, եթե թույլ տաք, քանի որ այսօր տոնական է, ես սրանք փաստերն եմ ասում, չեմ բանանում։ Հիմա ինչ է գեոքաղաքական իմաստով այն Հայաստանը, որ կա։ Ամփոփիչ ասեմ, որ ժողովուրդ ջան, դուք իմացեք, որ մենք որպես Սարդարապատ, համաշխարհային պատմական նշանակության խնդիր ենք լուծել Բաքվի պաշտպանության նավթը գերմանացուն չտալու առումով։ Եթե լիներ նավթ, Հայաստան չէր լինելու, շատ բան չէր լինելու, եթե գերմանական բլոկ հաղթելու միանշանակ է։ Հետո եւ այլն, հիմա ինչ որ եղավ եւ այդ 18 թվին դա մենակ Սարդարապատում չեն կռվել, Սարդարապատը նշում ենք։ Ուրեմն հենց նույն օրերը կռիվ էր ուրեմն Արարայի ճակատում, դա սիրիական ճակատն է, եւ Բանդար Աբասում այն նավահանգիստը, որի նավթաբեր շրջանները պաշտպանում էր 16 թվականին անգլիացիների օգնությամբ ձևավորված Սայքս գեներալի անով հայկական դիվիզիան։ Մեկ նավթաբեր շրջան, որի մասին հայությունը գրեթե տեղյակ չի, որ գերմանացիները չունենան նավթը, անգլիացիներն են 16 թվին շահներ թույլատրել։ Երկրորդը Արարայի ճակատամարտը, որտեղից ծնվեց, ես ասեմ։ Ուրեմն դուք սեպտեմբերի 19-ին եւ այլն մեր ճակատամարտ եղավ, մարդիկ շատ էլ տեղյակ չէին Այսինքն հայերը փրկելով Բաքվի նավթը փրկեցին նաեւ իրենց, ուրիշ ստրատեգիական կետեր։ Մենք փրկեցինք նաեւ մեզ դրանով, փրկելով մեր պետությունը, մենք պետություն դառնանք։ Բաքվի նավթը փրկելով փրկեցինք մեզ։ Մեզ, բա իհարկե, բա Հայաստանի Հանրապետությունը մնաց, հիմա դուք որտեղ եք։ Այս ուրեմն կամ մենք որտեղ ենք, բայց պետականությունը հետա բաներ ունեցավ։ Եվ այստեղ ինչ եղավ։ Ուրեմն Արարայի ճակատամարտը, որ հայկական լեգիոնը ճեղքեց, հետո Կիլիկիա մտավ, ինչ-որ բաներ եղան, չեղան, այստեղ մի կարևոր բան եմ ասելու։ Այն որ խոսում են այս դրոշը, ինչ ասես խոսում են, այդ հիմնը իտալական աղջկա բան։ Ուրեմն թուրքական ուրեմն այդ պաշտպանական բնակիցը, որ թուրքերը գերմանացի զորք էին տեղավորել, իրենց վրա վստահ չէին, որ լեգիոնին կարող են դիմակայել, ուրեմն գիտեք ինչպես է, ժամը 7-ին սկսվել է հարձակում, 11-ին ճակատը ճեղքվել է, այն ճակատը, որ անգլիացիների դիվիզիայի կազմում էր այդ բոլորը, մնացած զորամասերը չէին կարողացել անել։ Այդ բոլորը արվել է եռագույնի դրոշով եւ մեր հայրենիք երգելով։ Մինչեւ մենք պետականորեն այդ դրանք կսիմվոլացնեինք, այսօր էլ մի բառ եմ ասելու, ինչ-որ ողորմելի բաներ կան։ Ուրեմն լեգիոնը գնացել է գրոհի եռագույնով, այս եռագույնով եւ մեր հայրենիք երգելով եւ հաղթել է։ Հիմա արդյունքին չեղավ, իհարկե չեղավ այն ինչ որ ուզում էինք, բայց եղավ Հայաստանի պետականության ծնունդ, այստեղ ասենք դիալեկտան տրամադրությամբ։ Եթե չլներ սովետական Հայաստանն այդ կանով, Ռուսաստանը ձեզ երբեք չէր թողելու այստեղ որևէ մարդ սարքվեր։ Էլ չեմ ասում գուբերնիա, որ այսօր տարաբում է հոգեկան հիվանդություն է կպել, որ այս վերացտի։ Ուրեմն դա մեր պատմական հաղթանակն է։ Հիմա ինչպես կնանտենք եղած է։ Ես ուրեմն քանի որ
պատմաշենների եւ շինարարների մոտ էլի խառնաշփոթը շարունակվում է, շնորհք ունենալու փոխարեն ճշմարտության հետևից գնալու, հայտարարում են բաներ, որ ես փաստաթղթով հերքեմ հետևել գներեք, բայց այսօր տոն է, մենք իրավունք ունենք դա անելու։ Ուրեմն 23 թվականին ես աղբյուրներ եմ ասելու, որպեսզի ուրեմն չապայևագիտության այդ հիմնարները իրենց հաշիվները վերցնեն եւ չփորձեն այլևս հաջողորդին էլի խեղաչուրված հերոսների եւ ուրեմն չիմացած բաների մեջ պահեն։ Տեսեք 24 թվականի օգոստոսի հայրենիք ամսագիր, դա Բոստոնում է հրատարակվել 22 թվականից մինչև 69, փառահեղ բան է, Արտաշես Աբեղյան, որ մեր պատմագիտության ազգագրության կորիֆեյներից է, իմիջիալոց նաև Եվրոպահայության Հիտլերի ասել է այդ վիճակը փրկելու այդ կոմիտեի կարծեմ նախագահներ, այսինքն սա ուրիշ մարդ է, Կովկասի ժողովուրդներ այնտեղ հոդվածաշարում է հայրենիքում 24 թվականի օգոստոսի ուրեմն համարում էջ 21, ասում են, որ գնան ու վազեն կարդան, բայց մի մասը կարող է լավ չզգա իրեն, որ դրա համար չեն կարդա, ինչ է գրում Արտաշես Աբեղյանը, որ մենք պարտավոր ենք վերադարձ, քաղաքագետներս պարտավոր ենք, եւ պիտի ցանկացած իմանա, որ իրենց տգիտության տարածման համար կստանա պատասխան, եթե իրենք չեն զարգացել, իրենք մնացել են ուրիշի կոնցեպցիայի մեջ, եւ իրենք չեն ունեն արժանիքը, որի տիտղոսներին հասել են, դա իրենց գործն է։ Դա բոլորովին ուրիշ է, գիտությունը գիտեք, բարեկամ եւ հարազատ չի ճանաչում, ճշմարտություն։ Հիմա ինչ ասեմ, այդ ասեցի տեղը։ Ուրեմն գնահատում է այն Հայաստանը, որ այսօր ասեցի մի քանի կիլոմետր է տարբերությունը, դա էլ ասեցի ինչի համար, բայց ինչ է գրում, սրտի ցավը բաց է տակիրը։ Ասում է, որչավ եւ իրավաց զրկված է այսօր մանուկ Հայաստանը, դե 21 թիվ էս թվերն են, բայց նա գոյություն ունի նախ եւ առաջ իբրև ազգային տերիտորիալ հավաքական միություն եւ ամբողջություն։ Իսկ դա հիմն է քաղաքական ինքնորեն կյանքի, որչափ եւ պզգտված եւ պզգտված է հայ պետականության օրգանիզմը, բայց նա ամփոփված է եւ միատար։ Ահա, բարձ է, ամենից միատարը Անդրկովկասի երկրների մեջ։ Հիմա տեսեք թուրքական գրողի երթական ալիքը։ Ուրեմն այսպես։ Երասխի եւ կուրի ավազաններ ասում է իրարից բաժանող Սևանալիճը շրջափակոր փոքր Կովկասն է իր ճյուղավորումներով մեկտեղ նրա ստորոդներին տարածվող Այրարատյան դաշտն է այսօր, թեև մասնատված ցեղագրական Հայաստանը։ Ուստի եւ իրական Հայաստանը, վարչապետն ասեց իրական Հայաստան կրագնագա պատմաբանների ձեռ, ասում են, այս բառը չկա, ոչ մեկ ասում է, մեկն այսօր ասում էր աչքս մտցրեք։ Հիմա աչքը չի ուղերձ է մտցնում, Արտաշես Աբեղյանը գրում է 24 թվին, իրական Հայաստանը, առողջ կորիզը հայ պետականության։ Հիմա շարունակում է։ Փոքր Կովկասյան լեռնաշխարհը հայ ցեղի ողնաշարն է եղել դարեր շարունակ, իսկ Այրարատյան դաշտը նրա սիրտը։ Ուրեմն պատականություն չէ, որ բնավ, որ հայ ցեղի պետական քաղաքական վերածնունդն իր պատմական օրրանում հանգրվանեցավ այստեղ, որ այստեղ ծնունդ առավ նյութական Հայաստանը։ Իրական Հայաստանը, նյութական Հայաստանը Արտաշես Աբեղյան։ Այդ նյութական Հայաստանը պատրաստի վայր չընկավ վերևից իբրև մի երկնային շնոր։ Նա արգասիքներ տասնամյակների պատմության, նա պտուղներ անլուր տառապանքների եւ պայքարների, նվաճում են տիտանական ջանքերի։ Արտաշես Աբեղյան 24 թիվ օգոստոս հայրենիք ամսագիր Էջ 21 կարդացեք, որ լուսավորվեք եւ չխապեք, շարունակեք բոլշևիկյան պատմաշինությունը։ Հիմա ինչ եմ ուզում ասեմ, իհարկե սա իրողություն է, որ տեսեք կորիզ եւ այլն, սա իհարկե գեոքաղաքական գնահատական է, բայց պատմության ճշգրիտ իմացություն։ Ես համոզված եմ, որ այսօր, եթե մենք ամուր կգրկենք այն Հայաստանը, որ կա,
Այս ճանապարհը որ կա բանից, այսպես մեղրից, այդ ճանապարհը, մագիստրալը, որ տեսնեք, ինչքան են պարսիկները մեզ օգնում, կառուցենք դեպի Երևան եւ այլն, այդ Հայաստանի հզորացումը Քրիստափորի խոսքով ասել, կքանդե բոլոր կապանքները մի օր, բայց դա կանի, եթե մենք պետությունը կունենանք, անկախությունը կամրապնդվի արդիական պետության տեսքով։ Դրա համար դարավոր ոսող ռուսը ամեն ինչ հայությունից ընդունում է, բացի պետականության փաստը։ Այսպես ուրեմն, այս կա մասը, բայց շնորհավոր ես կարծում եմ, որ քրիստոնյա ժողովրդավարական կուսակցություն վստահ եղեք։ Այս բոլոր փաստերը ներկայացնելով շարժվելու առաջ, ուր կհասնենք։ Դե բարձ է, տարածագործություն մերն է, կհասնենք թե չէ, պիտի հասնենք։ Պարոն Շիրինյան, դուք կան կարճատև գովազդային դադարի, որից հետո մենք հարցեր ունեմ եւ կավարտենք մեր հաղորդումը։ Ես ուզում եմ, որ հարցը պատասխանեք։ Հարգելի հայրենակիցներ, գովազդի մեր եթերը, որից հետո կվերադառնանք տաղավար։ Ինչ է պետք տունը, առանձնատունը կամ ամառանոցը հաճելի, հարմարավետ դարձնելու համար։ Ճիշտ ընտրած կահույք, օրիգինալ դեկորներ, հյուրերին ընդունելուց գեղեցիկ սպասք, գուցե նոր սփռոց։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ, տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Ընտրեք այն, ինչ վաղուց փնտրում էիք Fortuna Home and Country House-ում, ձեզ համար եւ որպես նվեր ձեր մտերիմների համար։ Յուրաքանչյուր զարդ գլուխ գործոց է, պատրաստված ամենայն ճշգրտությամբ եւ կրքով, որոնք կընդգծեն ձեր անհատականությունն ու գեղեցկությունը։ Մեր զարդերը պարզապես աքսեսուարներ չեն, այլ սիրո խոստովանություններ, որոնք կդառնան ձեր հիշողությունների խորհրդանիշը։ Դրանք ձեզ կդարձնեն ոճային եւ գրավիչ։ Ձեր պատմությունը սպասում է։ Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա? Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ Մի տոկոս, հա? այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի մի տոկոս, հա? 2%։ Հրասը ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ կլենդել։ Jackpot հագուստի վաճառակենտրոնը վերաբացվել է Թահանգա քաղաքում։ Նոր տեսականի, նոր արժեքներով ու նոր զեղչերով։ Եվրոպական հագուստ եւ կոշկեղեն կանանց, տղամարդկանց եւ երեխաների համար։ Օծանելիք, ճամպրուկներ, պայուսակներ, գիշերանոցներ, գոտիներ եւ դրամապանակներ։ Մեծ ապրանքատեսականի, մեծ զեղչերով։ Համեցեք Jackpot Թահանգայում։ Հասցեն 7057 Foothill Boulevard։ Հեռախոս 818 813 2252։ Jackpot։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Հեռախոս Հայաստանից +374 55 50 90 52, ԱՄՆ-ից 818 967 567։ Արգելի հայրենակիցներն ու անտապանը կրկին եթերում է եւ հիշեցնեմ, որ իմ հյուրն է Լևոն Շիրինյանը։ Պարոն Շիրինյան, այն որ մենք խոսեցինք, որքանով էր կարեւոր մեզ համար մայիսի 28-ն, փոխեց հայերի ճակատագիրը, հնարավորություն տվեց սեփական երկրում ապրելու, արարելու։
Երեք փաստորեն նախատոնական արդեն օր է, այսպես ասենք, ազգային ժողովի ճեպազորույցի ժամանակ Ալեն Սիմոնյանը այսպիսի մի հայտարարություն արեց, որ խաղաղության պայմանագրի կնքումից 5 րոպե հետո Ադրբեջանի եւ Հայաստանի բնակիչները սկսելու են իրար հետ առևտուր անել, հայերը կարող են գնալ ապրել Բաքվում, ադրբեջանցիները կարող են վերադառնալ այն գյուղերը, որտեղ իրենք ժամանակին ապրել են, մի խոսքով Ինչի մասին է այս հայտարարությունը, ես հիշում եմ, որ նախորդ հաղորդման ժամանակ մենք խոսում ենք նաև հոգևոր արժեքների, ազգային արժանապատվության։ Մի խոսքով արժե նման հայտարարություններ կամ որքան էլ լրագրողները փորձեն հարցեր պատասխաններ կորզել եւ այլն, ինչպիսին պետք է լինի այս ամենի հանդեպ վերաբերմունքը։ Ինձ թվում է խորքի մեջ Ալենը չի հավատում, որ խաղաղության պայմանագիր կնքվելու է այս կամ Ուրեմն սա է ինձ թվում, ինքը իր մամլուխաստվագով թող ասի դա է թե չէ։ Իհարկե հիմա չի ասի, բայց կարելի է փորձել։ Հիմա երկրորդ մասը կա։ Ուրեմն քաղաքական շախմատային խաղի մեջ վարչապետն էլ ասեց, չէ, որ խաղաղության պայմանագիրը այսպես մենք գնում ենք, կապ չունի Ադրբեջանն ուզում է թե չի ուզում, մենք գնում ենք եւ այլն եւ այլն։ Եվ որքան է փորձես սադրել, մենք գնում ենք, ինչ է լինում։ Ուրեմն այս քաղաքականությունը արևմուտքի աչքին ուրեմն Ալիևին վերածեց իդիոտի։ Ինքը խաղաղություն չի ուզում, Թրամփն ուզում է, պատկերացնում եք, ինքը չի ուզում։ Եվ սա եթե մենք քաղաքականության կոնտեքստում ենք նայում, նորմալ է։ Եթե նորմալ չէր լինի, եթե մի օր երկու օր առաջ Հայաստանի Հանրապետություն չլներ Իրանի Իսլամական Հանրապետության ռազմական նախարարը, եթե հաղորդագրություն չտարածվեր, որ ըստ հաղորդագրությունների եմ ասում, ես գաղտնիքներ չեմ բացահայտում, Հնդկաստանից $1.5 միլիարդ զենքի մատակարարում կան, որում դուք հիշեք հնդկական կողմի հայտարարություն ուղղորդում է, որ սա արդեն առևտուր չի, այլ սա եղբայրություն է կամ ռազմավարական գործընկերություն է, որի մասին նաև հայտարարեց Ֆրանսիայի արտգործնախարար ռազմավարական դաշնակցային հարաբերություններ եւ այլն։ Եթե այս կոնտեքստը ստորջրյա չգնար, ես ցես հետ կդատապարտեի։ Դրա համար վերապահ եմ մնում, թե ինչու է ասել եւ ինչու է գնացել։ Ուրեմն մենք պիտի իմանանք մի բան։ Լևոն Շանթով եմ ասում, չնայած Մաքիավելիով կարող եմ ասել, Լևոն Շանթն ասում էր, որ քաղաքականությունը աշխարհը կառուցում է շահի գրեհիկ փիլիսոփայության վրա եւ ստի։ Եվ ասում եմ, մենք հայերս պարտավոր ենք դա յուրացնել։ Եթե չէ լավ չի լինել, ինչպես որ եղավ։ Հիմա մնացած այսպես է, օրինակ ես կարող է չասեի, չգիտեմ իրադրության մեջ, բայց մի բան պետք է ասեմ, որը հետ համաձայն չեմ, կարծեմ ցես հետ ասեցի, թե ուրիշ տեղ, ես համաձայն չեմ խաղաղության վերաբերյալ այն մինչև վերջ անընդհատ խաղաղության մասին խոսելու բարակը, ոչ թե չեմ ուզում, մենք տարբերակել չունենք չուզելու խաղաղություն, այսօր մենք դա հասկանանք, չծավալվենք այդ թույլ կողմերի վրա, որովհետև ես ասում եմ հետևյալը, որ պատերազմը չի բացառված, ոչ միայն մեր մառակայով, եւ աշխարհի ճակատագիրը շատ բանով այսօր լուծվում է Ուկրաինայում, Ռուսաստանի ջախջախվել, չջախջախվելով, չնայած ինքն է տարածքի մեջ, սա նշանակում է, որ սև մութ ուժեր կարող են կրկնվել։ Այդ դեպքում եւ դրանք կատաստրոֆիկ փոփոխություններով կարող են լինել, որտեղ միջուկային զենք կա, հիմա ուրիշ է, տեսնում եք Թրամփը ինչպես տրամադրությունը փոխեց, ես ստեղ եմ ասել, որ Անագոնդայի գիծ է վարում, գրկում են Պուտինին եւ այլն, խոսքա որ Կուրսկի տարածքում Պուտինի ուղղաթիռն են խփել գրեթե ուկրաինացիները վնասել են, բան չի եղել։ Ուրեմն այս կատաստրոֆիկ վիճակներում խաղաղության քարոզ մեզ պետք չի։ Ես լրատվություն նկատի ունեմ առաջին հերթին, տեսեք որպես կուսակցություն դրա մասին մենք չենք խոսում, ինչի համար, որովհետև մենք կարող ենք հարկադրված պատերազմի մեջ քաշվել։ Ընդ որում, մեր նման թույլ պետությունները, ինչպես կյանքը նաև ապացուցեց, անգազմագերներն ավելի շատ, իրենք չեն որոշում խաղաղությանն ու չխաղաղության այդ եզրագծի սահմանագծի լինել չլինելը, դրա համար մեր ժողովուրդը միշտ պետք է հոգեպես պատրաստ լինի պատերազմի։
Եվ ընթացական լատինական խոսքը կա. եղիր պատրաստ պատերազմի կունենաս խաղաղություն, բայց իշխանության ասեմ ձեզ, թողեք իրենք ինչ 3 անձ կա, որոնք պետական պաշտոնական տեսակետ են ներկայացնում աշխարհը։ Այս Պարագյան վարչապետն է, ազգային ժողովի նախագահ, արտգործնախարարը։ Ես առաջարկում եմ այս ամեն մի խոսք իրենց չեք համահարել։ Ում համար են ասում, ինչի համար են ասում, այդ մենակ այդ պահին մենք կարող ենք կռահել, իրենք կարող են իմանալ, որ լսարանին ինչ է ուղղորդվում։ Այսպես ասեմ, կարող է օրինակ եմ ասում, Մակրոնն ասել էս բառերն ասա, մի դիվիզիա զենք եմ տալիս էլի։ Այսինքն բերեք այսպես անենք։ Մնացածը կարելի է զանգել եւ ճշտել։ Ես կուսակցությունով դա չեմ անում։ Պարոն Շիրյան, շնորհակալություն եմ հայտնի եւս մեկ անգամ շնորհավոր բոլորիս։ Շնորհավոր։ Հանրապետության օրը ամուր լինենք, պինդ լինենք եւ մենք մեր երկրից այս տարածքից գնալու այլ տեղ։ Չենք էլ գնալու, մենք ընդարձակվելու ենք։ Շնորհակալություն եւս մեկ անգամ։ Հարգելի հայրենակիցներ, այսօր այսքանով ավարտում ենք, հետևեք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ։